Խաղաղություն Աստծո ժողովուրդ։ Խաղաղություն ձեզ։ Աստված օրհնի Ամեն։ Նույնպես հարցեր ունենք, շատ բարկասու կուտակում են։ Հարցպիսին է, մի հարց էլ ես տամ խավարանի հետ կապված, կամ ասում են սպասարան։ Արդյոք դա Քրիստոսի կատարած փրկագնման ուրացումը չի։ Խավարան սպասարանը փրկագործության ուրացումը։ Ես հարցը ճիշտ ասած լավ այդպես ամբողջապես չհասկացա, այսինքն ոնց ուրացումը փրկագործության։ Հիմա լավ, արեք մենք ուսումնասիրենք, կարդանք Աստվածաշնչից, մեկնաբանենք, քննաբանենք, ոնց են ասում, ինչ բան է խավարան, ինչ բան է սպասարան, որ մենք ճիշտ հասկանանք Աստվածաշունչը։ Իսկ թե մարդիկ խավարան, սպասարան, անցած անգամ էր այդ հարցը, թե հələ չենք պատասխան այդ հարցին չեմ հիշում, որ մեռելների համար աղոթել կարելի է, թե չէ։ Պատասխանել են։ Հա, դե մարդիկ պատասխանել են, չէ՞, մարդիկ ավելի լավ է կենթանի ժամանակ աղոթել։ Հա, ահա։ Դրա համար այս տարբեր սովորությունները, բնավորությունները, պապական ավանդույթները, ես չգիտեմ ինչ կարելի ասել։ Դրանք թողնենք մի կողմ, զուտ, մաքուր, ճշմարիտ Աստվածաշնչին նայենք։ Սուրբ հոգիով նայենք Աստվածաշնչին։ Եթե Աստվածաշնչին մենք նայենք գրով, էլի շեղումներ կլինի, որովհետև գիրը սպանում է, հոգին ապրեցնում է։ Կյանքը հոգու մեջ է, գրի մեջի հոգու հետ է, որը գիրը Հիսուսն է, հոգին Քրիստոսն է։ Հիսուսն ու Քրիստոսը մեկ է, բաժանված չէ։ Լավ, էսի ոնց որ ուրիշ թեմա է, արեք ես խավարանի սպասարանի մասին։ Ես համարներ եմ անի Աստվածաշնչից, կարդանք ու տեսնենք ինչ է նշանակում խավարան, ինչ է նշանակում սպասարան ու Քրիստոսի փրկագործությունը որն է։ Ուրեմն Թվոց 16-րդ գլուխ 46-ից 50-րդ խոսքերը։ Եվ Մովսեսը ասեց Ահարոնին. բուրվալը առ եւ մեջը սեղանի վրայից կրակ դիր եւ խումբ դիր եւ շուտով ժողովքը գնա եւ նրանց համար խաղություն արա, որովհետեւ Եհովայի կողմից բարկություն եկավ, ժանտախտը սկսեց։ Եվ Ահարոն առավ Մովսեսի ասացի պես ու ժողովքի մեջ վազեց եւ ահա ժանտախտը սկսվել էր ժողովրդի մեջ եւ խումբը դրավ եւ ժողովրդի համար խաղություն արավ։ Խաղության մասին աստեղ։ Եվ մեռելների եւ ողջերի մեջտեղը կանգնեց եւ ժանտախտը դադարեց։ Եվ ժանտախտով մեռածները 14000 հոգի էին, մի խոսքով եւ այլն։ Ու ժանտախտը դադարեց, երբ որ Ահարոնը Մովսեսի ասելով բուրվարը վերցրեց ու գնաց բանի մեջ, ժողովրդի մեջ, որպեսզի ժանդախտը դադարի, այսինքն մեղքը ներվի, ժանդախտը մեղքի խորհրդապատկերն է։ Ստեղ ուրեմն ինչի մասին էր խոսքը, երբ որ կորխը դաթանը Աբիրոնը մեղ գործեցին, Մովսեսի դեմ խոսեցին, աստվածային իմաստության դեմ խոսեցին, հակառակ խոսեցին։ Աստված մեր հետ էլ է խոսում, մենակ քո հետ, տեսեք, ուրեմն կորխ նշանակում է ճաղատություն։ Ճաղատություն աստվածաշնչյան լեզվով նշանակում է, որ Աստվածաշունչը ճողվում է, ճողում ամառ։ Մեկ sense ասում, մեկն է, որ չի համապատասխանում մեկը մյուսի։ Դա կորխն է, դա ճաղատությունն է։ Դաթան նշանակում է արարողություններ, ծիսակատարություններ, պապական բնավորություններ, հատկություններ, սովորություններ, չգիտեմ։ Դաթան սա է նշանակում հոգևոր իմաստով։ Եվ Աբիրոն նշանակում է հայր բարձրացման նենգորեն։ Նենգորեն, որ դու բարձրանում ես, մեկի տակը քանդում ես, որ դու բարձրանաս իր աչքին, կամ մեկից դատը բամբ ասում ես հետևից, որ դու բարձրանաս։ Նենգորեն բարձրացամ։ Այս իրեքն էլ ասոդեմ հակառակ են։ Ասոդեմ թշնամություն է, այս իրեք հատկություններն են, մի քիչ առաջ որ ասեցի։ Եվ սրանց պատճառով Աստված երկինքը պատրվեց, բոլորը երկիրը կներեք, երկիրը պատրվեց ու սրանք իրանք ազգով բանով կորխը դաթան Աբիրոնը ընկան երկրին դերքը, այսինքն դժոխք է Աստվածաշնչյան լեզվի։ Եվ սիրելի հարց տվող,
որպիսի ժողովուրդն էլ Մոսեսի ու Ահարոնի դեմ գանգատվեցին, այս խից են լավ, ժողովրդին կործանեցին, ժողովուրդը մահացան, այսքան մեծ ժողովուրդներ իրանց ազգերով, եւ հետեւ ասում դուր չեկավ, որովհետեւ Աստված էր կործանել իրանց, եւ ժողովրդի վրա բարկություն եկավ ժանտախտով, որպիսի ժողովրդին խփի Աստված, եւ Մոսեսը Ահարոնին ասեց, լուսավորվածին իմաստությունը մեր, Մոսես թարգմանաճերից վերած իմաստություն, Ահարոն նշանակում լուսավորված, սրանք եղբայրներ են, իմաստությունն ու լուսավորվածությունը մեր մեջ եղբայրներ են, ես իմ իմաստությունով եմ լուսավորվում, դուք ու իմաստությունով ես ապաշխարում ես լույս ես տալի, սրանք մեկ են, երկուսը միասին են, եւ սրանք կանգնեցին ժողովրդի մեջ ու քավություն արեցին, սեղանի վրից կրակ վերցնելով, քավություն արեցին, ի՞նչ է նշանակում կրակ վերցնելու քավություն անել, զղջացին, որ Աստծո դեմ արդարության դեմ խոսացել են, ու դե Աստված դադարեց իր պատիժը ժողովրդի մեջ, այսինքն տեսեք քավությունը, քավության մասին եմ խոսում, երբ որ այսօր մենք մի մեղք ենք գործում, երբ որ զղջում ենք, տանջվում ենք կրակը այդ հատկությունը մեր մեջ, մենք տանջվում ենք մեր արած մեղքի համար, Աստված ներում այդ մեղքը մեր արած, ինչ մեղք որ կլինի, հաջորդը կարդամ Եսայիա մարգարեության 6-րդ գլուխ 5-ից 7-րդ խոսքերը։ Եվ ես ասացի, վայ ինձ, որովհետև կորած եմ, որովհետև ես պիղծ շրթունքներով մարդ եմ, եւ ես պիղծ շրթունքներով ժողովրդի մեջ եմ բնակվում, եւ իմ աչքերը տեսան զորած Տեր Թագավորին։ Եվ սերոբեների մեջ թռավ ինձ եւ իմ աչքերը եւ սերոբեների մեկը թռավ ինձ մոտ ձեռքին մի կրակի կայծ, որ ունելիքով առել էր եւ սեղանի վրայից, եւ նրանով դիպավ իմ բերանին եւ ասաց. ահա սա դպավ իմ շրթունքներին, եւ քո անօրենությունը հեռացավ, եւ քո մեղքերը քավվեցան։ Տեսեք, Եսայիա մարգարեն, որ ստեղ Աստված ասում է, ով կգնա այդ ժողովրդին քարոզի, Եսայիան ասում է, ես ու Տեր ասում է, ես պիղծ շրթունքներով մարդ եմ, բայց ասում տեսա, վայ ինձի, որտեղ պիղծ շրթունքներով մարդ եմ։ Տեսեք, Եսայիան խոստովանել զղջաց իր արած պիղծ շրթունքներով ինչ որ բան խոսացածները։ Զղջաց, դրա համար ասում է կրակով կպավ իր շրթունքներից ու ասաց քավվեց քո մեղքերը։ Ինչի համար քավեց Եսայիա մեղքերը, որտեղ Եսայիան զղջաց իր արածի համար, տանջվեց իր արածի համար։ Վայ ես պիղծ շրթունքներով մարդ եմ։ Տեսեք, երբ որ այսօր մեկը, Պողոս առաքյալները ասեմ, երբ որ զոհ կմատուցանես, սեղանի վրա կլինի քո զոհը, ու կհիշես, որ եղբայր բան ունի քո դեմ, թող քո զոհը ու գնա հաշտվի եղբորդ հետ, որ քավվի քո մեղքերը, որ քո զոհը ընդունելի լինի։ Հասկանում եք, պետք է չթողենք, ասենք, մեղքի մեջ, եթե ես անպիղծ շրթունքներով ելներ, բայց չասեր ես պիղծ շրթունքներով եմ, ախ Տեր երևաց ինձի, ես ուրեմն զորավոր եմ։ Քավություն չէր ելնի դե Եսայիային։ Մեզ քավություն չի լինի, որ մեր արած մեղքը մենք պահենք մեր մեջ ու հպարտանանք, ուրախանանք, ես հովիվ եմ կամ ես քարոզիչ եմ կամ ես Աստվածաշունչը լավ գիտեմ, դե քանի օգու եմ քարոզում, ես։ Քավություն է պետք, որտեղ մենք ամեն մեկս էլ ինչ որ մի տեսանկյունի մեջ անպայման օրվա մեջ ընկնում ենք ինչ որ մի սխալների մեջ, փոշոտվում է մեր ոտքերը։ Քավություն է պետք դրա համար, զղջալ է պետք դրա համար։ Տիրոջը դառնալ է պետք։ Լավ, որպեսզի հասցնենք մնացածներն էլ, տեսեք առաջի Հովհաննես երկրորդ գլուխ առաջի Հովհաննես երկրորդ գլուխ առաջի երկրորդ խոսքերը։ Եվ որդյակներս, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, եւ եթե մեկը մեղանչե, բարեխոս ունենք Հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին, եւ նա քավություն է մեր մեղքերի համար, եւ ոչ միայն մերիններին է, բայց բոլոր աշխարհին է։ Տեսեք, եթե մեղանչենք, Հիսուս Քրիստոս արդարին ունենք բարեխոս մեր մեջ։ Ով է Հիսուս Քրիստոս արդարը։ Նա Աստծո որդին է, այսինքն Աստծո բերանից դուրս եկած խոսքն է, արդար խոսքն է, որ ինձի ասում է դու սխալ ես արել։ Ինքն է քավություն տալի, երբ որ ինձի ասում է Աստծո խոսքը, որը Քրիստոսն է, նորից եմ ասում, Հիսուսն է Աստծո խոսքը։ Երբ որ կարդում եմ ես Աստծո խոսքը, օրենքը ինձի հանդիմանում է։ Ու ես երբ որ զղջում եմ, Աստծո խոսքը ինձի քավություն է տալի։
Հիսուս Քրիստոսը քավություն է տալի մեզ։ Նորից առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 10-րդ խոսքներ կարդամ։ 4-րդ գլուխ 10-րդ խոսք։ Սրանում է սերը, ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր որդին քավություն մեր մեղքերի համար։ Այս մասին նոր կարդացինք։ Հիմա տեսեք, սպասարանը ի՞նչ է նշանակում սպասարան։ Կարդանք սպասարանի մասին։ Տեսեցի քավության եւ հաստողը, չէ՞, քավություն եւ սպասարան։ Որ ոմանք ասում են սպասարան կա, մահացել են, բայց պահված են սպասարանում իրանք, աղոթեք իրանց համար, որ փրկվեն, կամ սպասարանի մարդիկ, սենց արտահայտություններ կան։ Տեսեք, Աստվածաշունչը ինչ ասում, Եբրայեցիների 9-րդ գլուխ 27-րդ խոսքը։ Եվ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնելու եւ նրանից հետո դատաստանը։ Մարդկանց համար սահմանված է մի անգամ մահ ու դրանից հետո դատաստան։ Ինչ ասեմ, խավարան հետո կներեն կաղոթենք իրանց համար խավարանից դուրս գան, թե չէ, նոր դատաստան։ Ում համար աղոթեցինք այդ բանի սպասարանում կետամի անգամից դրախտ, էլ դատաստան չի լինի, սրանք հակասական խոսքեր են։ Կոնկրետ առաքյալը ստեղ ասում է, մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել եւ նրանից հետո դատաստան։ Հուդա 21-րդ գլուխը 21-րդ խոսքը Հուդան մի գլուխա կներեք։ Եվ նրան, որ կարող է անարատ պահել մեզ եւ անկեղծ կանգնեցնել իր փառքի առաջին ամբից ցնծությունով։ Այ կներեք 21-ը չկարդացի ես, 24-ը կարդացի։ Հուդա 21-րդ խոսք։ Որ ձեր անձերը Աստծո սերի մեջ պահեք, սпасելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը, հավիտենական կյանքի համար։ Տեսեք, որ ձեր անձերը Աստծո սերի մեջ պահեք, երկրի վրա, մահից հետո խավարանում Աստծո սերի մեջ ո՞ց պահեք։ Հավատարիմ մինչև վերջ սիրո մեջ պահեք, սпасելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը եւ հավիտենական կյանքի համար։ Այսինքն, ով մինչև վերջ չհամբերի, ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Սպասեք Հիսուս Քրիստոսի փրկությանը, այսինքն ձեր ապրած կյանքի մեջ երկրի վրա։ Սպասեք Տիրոջը, հավատարիմ մնացեք մինչև վերջ Տիրոջը, որտեղ մի քիչ առաջ կարդացի մեկ անգամ տրված մարդուն կյանք, մեկ անգամ մահ ու նրանից հետո դատաստան։ Կարդանք 2-րդ Պետրոս 3-րդ գլուխ 10-րդ խոսքը։ Բայց Տիրոջ օրը գիշերվա գողի պես կգա, որ նրանում երկինքը շարաչունով կանցնի եւ տարերքը կրակով վառված կհալվեն, եւ երկիրը նրանում եղած բաներն էլ կայրվեն։ Նորից սխալ եմ կարդում, Մելան։ 3-րդ գլուխ 13 խոսքը պիտի կարդամ, 11-ն եմ կարդում։ Բայց նրա խոստմունքի պես նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում, որոնցում արդարությունն է բնակված։ Նու Տիրոջ խոսքի պես սպասում ենք նոր երկրի ու նոր երկնքի, որտեղ արդարությունն է։ Սպասում ենք, սպասարան, խավարան, հասկանում եք երկրի վրա է այս բոլորը։ Այս բոլորը մեր ներսի աշխարհում է, իմ ներսի աշխարհում ես պետք է խավություն ստանամ Տիրոջից, պետք է խավվի մեղքերը Տերը իմ զղջման միջոցով։ Ու ես պետք է սպասեմ Տիրոջ գալուստին։ Ուրեմն Մատթեոս 10-րդ գլուխ 14-15-րդ խոսքներ կարդամ ու ավարտենք սիրելի քույրեր եւ եղբայրներ, սիրելի Աստծո։ Եվ ով որ ձեզ չընդունի եւ ոչ էլ ձեր խոսքին ականջ դնե։ Ճիշտ եմ, չէ՞, ես անգամ կարդամ 10-րդ գլուխ 14-15։ Երբ որ այն տեղից կամ այն քաղաքիցը դուրս գաք, ձեր ոտքերի փոշին թոթափեցեք։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների եւ Գոմորացիների երկրի համար ավելի հեշտ կլինի դատաստանի օրումը, քան թե այն քաղաքների։ Տեսեք, երբ որ դու քարոզում ես մեկին, սա այն բանն է, որ աշակերտներին Քրիստոսի իշխանություն տվեց ու ուղարկեց ամբողջ աշխարհը, որ մարդկանց քարոզեն։
ասեց երբ որ քարոզես, ով ընդունի կփրկվի, ով չընդունի դատապարտված է։ Սոդոմի եւ Գոմորի վրա ավելի հեշտ կլինի, քան թե այն մարդկանց վրա։ Էլ չի ասում, լավ, այս կյանքը թող ոնց ուզում են ապրեն, մահացը գնացել են խավարանում, քահանաները կամ այս եղբայրները քույրերը աղոթք են արի իր համար կային ուղարկեն դրախտ։ Սես բան չկա։ Ոչ ոք թող չխապի ձեզ, իմ բարեկամները կաղոթին իմ մար, ես դժոխքել հետամ, ընդ սպասարան կա, միջև դժոխքետալը Աստված ինձ կփրկի։ Սա սատանայի խապկանքն է, որ մենք արխեին ենք, սենց ասած, փափուկ բարձրադնեմ մեր գլխի տակ, սենց ասած։ Որպիսի մենք նու ասու եփել եթանք մեգա է, չէ թանքել կաղոթեն մեր համար կփրկվենք։ Չէ, սիրելի քույրեր եւ եղբայրս, մեկ անգամ տրված է։ Ման նրանից հետո դատաստան։ Ու ասեց, ով որ ընդունի կփրկվի, ով որ չընդունի, Սոդոմ Գոմորի համար հեշտ է դատաստանի օրելնելու, քան թե չընդունողների համար։ Դրա համար երկրի վրա պետք է մենք ընդունենք։ Երկրի վրա պետք է մենք սպասենք։ Սպասենք, մեղքի միջից չարության միջից դուրս գանք, մեղքի միջից դուրս չգանք դեպի չարություն, սպասենք արդարության մեջ, սիրո մեջ սպասենք։ Ով համբերի, ով սպասի մինչև վերջ, նա կփրկվի, ասաց Հիսուս Քրիստոսը։ Ամեն։ Սա ձեր հարցի պատասխանն է, ինձ թվում է, որ այս հարցերը Մելանիա, ինձ թվում է քահանաները առաքելական եկեղեցում են հիմնականում էլի այս բաներ անում, սպասարան, խավարան եւ այլ, բայց սիրելի քույրս եւ եղբայրս սիրելի հարցնող, դուք ուշադիր եղեք Աստվածաշնչի վրա։ Դուք ոչ թե գրի վրա կարդացեք, ոչ թե բասես, ստեղ է գրված։ Դուք Սուրբ Հոգիով նայեք։ Հոգիով նայեք գրին, այլապես գիրը կսպանի ձեզ։ Գիրը չի տանի ձեզի փրկության։ Գիրն ասում է, որ չհատ իր հորը մորը, իր կնոջը, երեխեքի։ Գիրը հետ ասը։ Գիրը մեր ումանուկ գենոցիդ արեց ամաղեկացիներին, քանանացիներին, 7 թագավորություններին ցեղերին։ Գիրը սպանում է։ Բայց հոգին իմ մեջից ասում է, այդ քանանացիները քո միջի մեղքերն են։ Քո կինը, քո երեխեքը, քո ցանկությունը, քո չարպտուղներն են։ Քո հերը մինչև Քրիստոսին գալը սատանան է եղել, քո մերը չարությունը, հպարտությունն է եղել։ Մինչև դրանց չատես ինձի աշակերտ չես կարալնես։ Ոչ թե աշակերտ լինողներին է ասում Հիսուսը, այլ մինչև աշակերտը լինողներին է ասում։ Պետք է ատես։ Իսկ այսօր ես գիտեմ, իրականում ես հանձշփվել եմ դες մարդկանց հետ, ես Աստծուց լավն է, որ Աստված ասում է, պետք է ատեմ։ Հորն ու մորը ատել է։ Հերը մերը զանգել է Ռուսաստանից Իրան, Հայաստանից Իրան Ռուսաստանում ա եղել այստեղ։ Չի պատասխան հեռախոս, ատել է։ Ինչի համար էս գիրը վերցնելով։ Եվ տեսակ որ գիրը սպանում է։ Տեսակ որ գիրը չի փրկում։ Հիսուսն ասում է, եթե ձեր հույսը դրել եք գրի վրա, Մովսեսի վրա, որ պիտի փրկվեք։ Լավ քննեք, տեսեք որ իմ մասին են խոսում իրան։ Գիրը հոգու մասին է խոսը։ Իսկ մենք հոգուն թողած գրին, օրենքին ենք նայում ու մատնացույց անում, դրա համար կործանում է։ Գիրը կործանում է։ Գիրը թշնամի ասում, հակառակ ասում։ Դերված է Հռոմեացիների 8-րդ գլխի մեջ կարդացել։ Առաջի Կորինթացիների 2-րդ գլխի մեջ։ Տեր օգնի ձեզ, այսքանը Մելանիա։ Աստված շատ օրհնի։ Ձեզ էլ նույնպես շատ օրհնի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եթե հարցեր նորից կառաջանան, գրեք։ Ամեն։ Մնաք խաղության մեջ։ Ամեն։